Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Գյումրու բարեկամության այգում տարվա ամենասպասված հեքիաթն է լցված տոնական տրամադրությամբ, անակնկալ նվերներով, ձմեռ պապիկի ու նրա ժուկտերը սելֆիկների մասնակցությամբ։ Միզմի թատերական ստուդիայի էլֆերն ու եղնիկը փոքրիկների հետ միասին որոնում էին տոնածառի լույսը, դարձնելով ողջ ընթացքը հետաքրքիր եւ ներգրավող։ Քաղաքի ամենաբարեկամական այգում տոնածառի լույսերի վարումը արդեն դարձել է սիրելի ավանդույթ, միավորելով երեխաներին ու մեծերին։ Այգին ինչպես ամեն տարի, այս տարի եւս սիրով եւ գրկաբաց սպասում է բոլոր փոքրիկներին եւ գյումրեցիներին։ Մեզ համար շատ կարեւոր էր, որ եւս մեկ օր ավելանա Գյումրու տոնացույցի մեջ, որպես ուրախ եւ գեղեցիկ օր։ Բարեկամության այգին այս ձմեռ եւս գրկապած սպասում է գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին, խոստանալով ջերմ, ուրախ եւ հիշարժան օրեր։ Բարեկամության զբոսայգում սկսվել է ամանորյա տոնավաճառը դեռ դեկտեմբերի 19-ից եւ շարունակվելու է մինչեւ ամսվա վերջ, որտեղ որ ներկայացված են ոչ միայն Գյումրիից, այլ նաեւ Հայաստանի տարբեր տեղերից եկած արվեստագետներ եւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր որ իրենց արտադրանքն են ներկայացնում եւ կարող են վաճառք իրականացնել։ Հատկանշական է, որ տաղավարները նաև անվճար են տրամադրված եւ լավ հարթակ է, որպեսզի ներկայացնեն իրենց ունեցած արտադրանքը եւ իրենց պոտենցիալը։ Այս տարի եւս այգում գործում է ձմեռ պապիկի տնակը, որտեղ երեխաները կարող են լուսանկարվել եւ իրենց հետ տանել հիշարժան պահեր։ Գործում է նաեւ սահադաշտը եւ այլ ձմեռային ժամանցային ծրագրեր։ Տոնական միջոցառման շրջանակում հանդես եկան երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը, ինչպես նաեւ դեղցանիկ վոկալ էստրադային համույթի սաները։ Բարեկամության այգին այս նախաձեռնությունը կյանքի է կոչել նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի եւ Աներա ընկերության համագործակցությամբ։ Կարծում եմ, որ նման միջոցառումները գրավում են ոչ միայն քաղաքացիներին, ուղղակի հյուրերին, այլ նաև քաղաքի մշակութային եւ արվեստի ոլորտի մարդկանց, ովքեր իրենց մեծ ուժը ներդնում են, որպեսզի քաղաքը նման գեղեցիկ օրեր ունենա։ Միջոցառման ներկաների մեծ թիվը փաստում է, որ բարեկամության այգին տարեց տարի առավել մեծ թվով գյումրեցիների ու քաղաքի հյուրերի են ներգրավում իր տոնական միջոցառումներին։ Եվ թող սուրբ ծննդյան, սուրբ օրհնության, խաղաղություն, բարի ու բարի կտրի, բոլոր իր բալիկների սրտերի։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։